Ես սկսեմ։ Եթե կարելի այս բարձրախոսում տեղաշարժել։ Ես շատ տպավորված եմ իմ ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտից։ Ավելին կարող է, բայց ձեռքիս վնասվածքը, այսպես ասած, շատ բաներ թույլ տվեց էլի, որ կարողանամ մինչև վերջ առաջ գնամ։ Գոհ եմ նաև Կազախստանի ներկայացուցիչից, որ այդ գոտեմարտել եմ, այդ երկու գոտեմարտներն են իմ համար ելել ամենադժվարները։ Մնացածը հեշտ են եղել։ Իսկ ձեռքի վնասվածքը։ Ձեռքի վնասվածքից դեռս բան չեմ կարող ասեմ։ Հիմա ո՞նց ես զգում։ Լավ, շատ լավ եմ։ Գեորգեն գիտեի, որ ցավում է, հետևաբար ինչ-որ տեղը վնասել է ցավի հատվածում, բայց շարունակեցի հետո գոտեմարտեր անցկացնել ու նաև բրոնզեի եզրափակիչում հաջողեցի մի փոքր խոսես քո կամային որակների մասին, որքանով է տարում այդ ցավը եւ այն, որ առաջին գոտեմարտում բախվել էր եւ կարողացար վերադառնալու բրոնզե մեդալը աճել։ Ես որ պարտվեցի, իմ սրտի խորքում շատ ուժեղ ցավ զգացի, հետո հասկացա, որ կարամ բրոնզե մեդալ վաստակեմ ու գնացի միջև վերջ։ Ձեռքից ցավին այդ ժամանակ էլ չեմ նայել։ Մի անգամից ուզեցել եմ, այսպես իմ լեզվով ասեմ, ուզեցել եմ կպնեմ իմ գործին, որ բրոնզե մեդալ վաստակեմ։